կրիպտոշուկան կարելի է ասել համարյա փլուզվեց։ Համեկի եթերում գուժում էին կրիպտոյի վաղճանը, ասա իհարկե 10 օր առաջ էր, բայց ամեն դեպքում պետք է այս թեման լրիվ բացել, որ բոլորը տեղյակ լինեն, թե ինչ է կատարվում։ Դե խոսքը այն Թրամփի հայտարարությունից հետո կրիպտոշուկայի կտրուկ անկման մասին է։ Այստեղ բիթքոյններ մի քանի րոպեով ընկել 15%, լիքը ալթքոյններ վարի գնացին շատ ավելի շատ ու դեռ ամբողջությամբ չեն վերականգնվել։ Պետք է ամբողջությամբ այս թեման բացել, դրան անդրադառնալ։ Նախկին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն էր գրառում կատարել Facebook-ում, որ կես տարին մեկ է post-անում Facebook-ում, բայց այդ առիթով չէր զրացել, գրառում էր արել, որ 1.6 միլիոն մարդ կորցրել է իր կարողությունը, 20-ից 40 միլիարդ դոլարի փող են մարդիկ կորցրել, իսկ ինչի է նախկին նախարարը այս թեմային անդրադառնում ու նաև Instagram-ում էս վերջերս ակտիվ ռիլեր են հրապարակում իր էջով այս կրիպտոյի հետ կապված։ Ինքը իրավաբանական ընկերություն ունի, ուղղակի գործ է անում, ուշադրություն է գրավում կրիպտոյի հետ, ուզում է ասոցացվի, որ վաղը մյուս օր այս Հայաստան լիցենզավորման գործընթացները սկսեն ընկերությունների, իրանք էլ այդտեղ կարողանան փող աշխատեն, կարողանան ծառայություն մատուցել կրիպտո ընկերություններին, բայց ինչպես տեսնում ենք, թեմայից անտեղյակ մարդիկ, որ ասում են բաժակի մեջ փոթորիկ են անում ու մի քանի տարի այս ոլորտում եփված մարդիկ էլ այս ռեակցիայով են իհարկե արձագանքում, այն որ առաջին անգամա որ տեսնում ես, հա, սենց անկում, դե բարի գալուս կրիպտո շուկա, որտեղ այս ամեն ինչը շատ նորմալ է, որտեղ որ 15%-ի եղածը ինչ է անկման, հա, ալթքոյնները շատ ավելի շատ ցավոտ արդյունք ունեցան, բայց դե նաև այդ պատճառով որ միշտ ասում եմ ալթքոյններից հեռու մնացեք։ Իսկ ինչով է նորմալ այս անկումը, եկեք մի հատ նայենք էլի նախորդ ցիկլերը, աճի ցիկլերը դե սովորաբար նախկինում 4 տարին մեկ էին տեղի ունենում։ 2021 թվականի ցիկլին օրինակ ինչա տեղի ունեցել։ Ընդհանուր բիթքոյնը 4000-ից աճել է, հասել է մինչև $65000, այսինքն 15 անգամ բարձրացել է։ Ու այդ աճի ընթացքում, այս մի տարվա ընթացքում մենք ունեցել ենք տարբեր չափի կոռեկցիաներ։ Օրինակ տեսնենք, այստեղ մայիսին 2020 թվականի ինչ ա եղել, 20%-ի անկում ա տեղի ունեցել։ Այստեղ սեպտեմբերին 20 թվականի ինչ ա եղել, էլի մոտ 20% անկում ա եղել։ 21 թվականի հունվարին ինչ ենք տեսել, տեսնենք, որ 30-32% անկում ա եղել։ Ու այս անկումները եղել են ընդհանուր աճի տենդենսի շրջանակներում։ Այսինքն, երբ որ կուրսը բարձրանում է, ինչ որ պահ է գալիս, որ շուկան գերհագեցած է դառնում, գերտաքացած է դառնում, կոռեկցիա է լինում, գինը ինչ որ չափով իջնում է, հետո շարունակում է բարձրանալ։ Այսինքն սա նորմալ երևույթ է կրիպտոյի մեջ, որը այս ոլորտի վետերանները, եթե կոչենք, հաստատ տեսել են, էլի, ու սա նորմալ է դա համարվում։ Եթե գնանք դրա նախորդ ցիկլին 2017 թվականին, տեսնենք ինչ է տեղի ունեցել։ 17 թվականը մի տարի էր, երբ որ բիթքոյնի կուրսը $1000-ից բարձրացավ, հասավ մինչև $20000, այսինքն 20 անգամ կուրսը բարձրացավ։ Եկեք տեսնենք, թե այդ ընթացքում ինչ անկումներ են եղել։ Հունվար ամսին եղել է 36% անկում։ Դրանից հետո մարտ ամսին ինչ ա եղել, մարտ ամսին եղել է 31% անկում։ Այստեղ հունիսի պիկից անկումը ինչքան է եղել է 40% անկում։ Սեպտեմբերին ինչ անկում ա եղել, էլի 40% անկում։ Այսինքն բազմաթիվ 30-40% անկումներ ենք մենք տեսել ընդհանուր աճի տենդենսի մեջ, որ $1000-ից բիթքոյնի կուրսը գնում է հասնում է $20000, ուստեղ հիմա մեծ աղմուկ է բարձրացնում են փաստը, որ բիթքոյնի կուրսը 15%-ով ընկել է, այն էլ մի քանի րոպեով, որ միանգամից հետո վերականգնվել է ու արդյունքում անկումը մի 6-7% ա եղել ընդամենը։ Ու եկեք մի հատ էլ բան հիշենք, թե ինչքան կարճ է այս ոլորտում հիշողությունը, կամ ինչքան նոր մարդիկ են մտնում ոլորտ, ովքեր որ հենց այդ աղմուկը ստեղծում են, քանի որ ուղիղ մի տարի առաջ մենք հələ չէինք տեսել $100,000 կուրս։ Բիթքոյնի կուրսը անցավ $100,000, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր բիթքոյն ունեցողներին։ Այս process-ը կանգնեցնել այլևս չի լինի, բիթքոյնին կանգնեցնել չի լինի։ Ամերիկայի ֆինանսների նախարարությունը այդ պարտատոմսերի համար պատասխանատու կառույցն է համատել բիթքոյնը թվային ոսկուն ու մեծ իրադարձություններ են էլի սպասվում։ Ցնծում էինք, ուրախանում էինք, բիթքոյնը հատեց նոր ռեկորդ, $100,000 անցավ, իսկ հիմա ասենց բոլորը դեպրեսիայի մեջ են, բոլորը ասում են, որ կրախ ապրեց այս կրիպտո շուկան, այն պարագայում, երբ որ բիթքոյնի կուրսը ընկնում է դեպի 100,000, 115,000-ից ընկնում է 102,000, մարդիկ ասում են, վсё, վարի գնաց։ Կրիպտո շուկան այնտեղ Հմեկով Պետրոսի մոտ Prime Time-ի եթերում դրա մասին խոսում են, մի քանի րոպե դրան անդրադառնում են, ու դա դեռևս բնորոշում է, թե ինչքան շուտ ենք մենք այս շուկայում, այս կրիպտո շուկայում, դեռ ինչքան նոր մարդիկ, ինչքան շատ ինֆորմացիա պետք է ձեռք բերեն, որ պատկերացնեն այս շուկան ոնց է աշխատում։ Բայց եկեք հիմա անդրադառնանք բուն պատճառներին, թե ինչի եղավ այդ անկումը, որովհետև շատ հետաքրքիր բաներ տեղ կան բացահայտելու։ Ամեն ինչ սկսվեց ուրբաթ օրը երեկոյան, երբ որ Թրամփը հայտարարեց, որ 100% մաքսատուրքեր է սահմանում Չինաստանի վրա։ Այդ նշանակում է
առևտրային պատերազմ, այդ նշանակում է տնտեսությանը վատ է, այդ նշանակում է շուկաները դրան պետք է բացասական արձագանք են ու եկեք ուշադրություն դարձնենք թե երբ է դա հայտարարվում Ամերիկայի ժամով, այս Երևանի ժամով, Ամերիկայի ժամով ժամը 4:50 ուրբաթ օրը։ Ինչով է կարևոր այս օրն ու ժամը։ Նրանով, որ Ամերիկայում արժեթղթերի շուկան աշխատում է երկուշաբթից ուրբաթ օրերին, առավոտը 9-ի կողմերից մինչև 4:30։ 4:30 փակվում է արժեթղթերի շուկան։ Ու Թրամփը իհարկե իմանալով, որ արժեթղթերի շուկան, այսինքն Ամերիկայի այն ամենակարևոր գործիքներից մեկը, որտեղ որ աշխարհի սաղ ինվեստորները փող են դնում, արժեթղթերի շուկան հաստատ այս նորությանը բացասական արձագանք տալու։ Ինքը անում է այս հայտարարությունը արժեթղթերի շուկայի փակվելուց 20 րոպե հետո։ Այսինքն այս շատ հստակ պլանավորված էր սրա ժամը, որ ինքը տենց բացասական ազդեցություն ունենա արժեթղթերի շուկայի վրա։ Ու իդեպ այս հնարար, եթե ասենք, տեխնոլոգիաներին ի հակադիր, նորարար տեխնոլոգիաները կրիպտո ոլորտի իրանք 24/7 են գործում, այդ շուկաները միշտ արթուն են ու աշխարհում ինչ տեղի ունենա, առաջինը արձագանքը դրա տեսնում ենք կրիպտո շուկայում, որտեղ ինքը միշտ բաց է, միշտ գործում է։ Իհարկե հենց դա էլ տեսանք այս հայտարարությունից բառացիորեն րոպեներ անց սաղ կրիպտո շուկան սկսեց անկում ապրել, կրիպտոների մի մասը 10%, 20%, 30, 40, 50% ու բնականաբար շուկան այդպես բացասական արձագանքը իր ցույց տվեց, որը որ չէր կարող ցույց տալ ավանդական շուկաներին, որոնք որ ժամանակ փակին, ժամանակ քնած էին։ Հիմա դրանից 1 օր անց, 1.5 օր անց Թրամփը եւս մեկ հայտարարություն անում, արդեն Կիրակի օրը, էլի Կիրակի նորից փակա շուկաները Ամերիկայում, երկուշաբթի էլ հեսա բացվելու է, չէ։ Կիրակի օրը մեղմացնող հայտարարություն անում, ասում է, որ Չինաստանի հետ սա հարցերը լավ կլինի, հաստատ այնտեղ լուծումներ կգտնենք, այսինքն տենց հույս է տալիս ինվեստորներին, շուկաներին, ասում է, որ բացասական տրամադրություններ մի ունեցեք ու ամեն ինչ լավ կլինի։ Հիմա ինչ ունեցանք այս weekend-ի 2 օրանոց Թրամփի խաղերի արդյունքում ունեցանք այն, որ Bitcoin-ը ասենք արդեն մի 15% անկում ապրեց, այնտեղ Ethereum-ը մոտ 22%, BNB-ն 32%, XRP-ն 55%, Solana-ն 25%, Doge-ը 62%, Cardano-ն 66%, Sui-ն 83%, Atom կրիպտոն ընդհանրապես համարյա 0 հասավ 99.97%-ով անկում ինքը գրանցեց, իսկ պատճառը սրա որն էր, այնա որ երբ որ այդ սկսեցին մարդիկ համատարած այս կրիպտոները, այս altcoin-ները ծախել, իրականում չկային առնողներ, չկար դրա համար շուկա։ Եթե նախորդ վիդեոն նայել եք, այնտեղ խոսում ենք market making-ից, շուկայից, թե երբ որ դու ծախում ես մեկ ուրիշը պետք է առնի, ու երբ որ market maker-ները պատրաստ չէին սրան, կամ էլ արդեն այնքան անհետաքրքիր ցածր էր դառնում կուրսը, որ իրանց էլ էր դա ռիսկային, մտածում էին կարող է այս կրիպտոները ընդհանրապես վարի գնան, շուկայում ուղղակի առնող չկար։ Ու այս altcoin-ները պարզապես ազատ անկման մեջ էին։ Իսկ Bitcoin-ը ինչի այսքան շատ չընկավ, որովհետև Bitcoin-ի հանդեպ անհամեմատ ավելի բարձր է վստահությունը։ Եթե Bitcoin-ը հանկարծ, այստեղ տեսանք, չէ, 67-90% մինչև անկում ենք խոսում, Bitcoin-ը եթե 30%-ով ընկներ, այնքան մարդ կհայտնվեր, որ ուզում է այդ 30% ընկած կուրսով առնել, որ շատ արագ այդ կուրսը կվերականգնվեր։ Ու այս է պատճառը, որ altcoin-ների շուկան ընդհանրապես ինքը լիկվիդ չի։ Հիմա ինչքան փող կորցրեցին մարդիկ, տարբեր թվեր են շրջանառվում։ Հիմնականը այնա, որ 20 միլիարդ դոլարի լիկվիդացիա է եղել։ Այստեղ արժի նաև շեշտել նախկին քաղաքական գործչին, ով որ այստեղ գրում էր մարդիկ 20-ից 40 միլիարդ դոլարի փող են կորցրել, այդքան փող մարդիկ չեն կորցրել, այդքան փողի լիկվիդացիա է եղել։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ այն թրեյդերները, ովքեր որ leverage-ով գործարք ունեն բացած future-ում մարժայով, այսինքն իրանք եղած իրանք փողով չէին trade անում, այլ իրանք պարտքով էին վերցրել ու այդ պարտքով վերցրած փողն էին trade անում։ Ու օրինակ դու կարող ես 10x leverage-ով, այսինքն 10 անգամ քո կապիտալից մեծ փողով գործարքներ անել, 10 անգամ ավելի շատ դրա արդյունքում կարաս շահույթ ունենաս, բայց համ էլ 10 անգամ ավելի շատ ռիսկն է։ Ու եթե դու պայմանական $1000 long էիր դրել, ստավկա էիր դրել, որ պետքա կուրսը բարձրանա, 10x-ով էիր մտել ու կուրսը հանկարծ այդ ժամանակ 10%-ով ընկավ, դու քո ամբողջ փողը, ամբողջ $1000 կորցնում ես։ Ու այդ լիկվիդացիաների տեսքով արտացոլվում է այդ 10 անգամ ավելի մեծ թվով, այսինքն քո $1000 այդ կորցրածը ինքը իրականում $10,000 լիկվիդացիա է բերել, որովհետև դու 10 անգամ մարժայով էիր գործարքներ անում։ Իսկ մենք գիտենք, որ կրիպտոյում կներեք արտադրության համար դեգեներատ թրեյդերներ ոչ միայն 10x, 20x, 50x, 100x, 500x այնքան մարժաներով են թրեյդ անում, որ այս ընթացքում այդ բոլորը իհարկե լիկվիդացիայի ենթարկվեցին ու դրա արդյունքում երևի թե այս փողից մի 15, 20, 30, 50 անգամ ավելի քիչ փող են մարդիկ կորցրել։
Հա կարող է միլիարդ ու կես դոլար մաքսիմում այդքան փող կորցրած լինեն մարդիկ, բայց այդ հիմնականում են տրեյդերներն են, ովքեր որ մարժայով են տրեյդ անում ու իրանց ամբողջ գումարը լիկվիդացվել է։ Այստեղ մի հատ էլ հանգամանք կա, այն որ Binance-ը ասում են ինչ որ տեխնիկական խնդիր է ունեցել, կամ իրանց market maker-ների առումով, market making-ի մասին նախորդ վիդեոյում խոսացինք էլի, եթե հավես անեք այնտեղ կարող եք նայել լսել, չմանրանանք ստեղ այդքան։ Այնտեղ երբ որ ծախում էին մարդիկ altcoin-ները, առնող չկար, որ կարող է Binance-ը պետք է առնողներին մատակարարեր կոպիտ ասած, կամ ինչ որ ալգորիթմներ էին Binance-ի մեջ գրված, որոնք որ այդքան լավ չէին աշխատում, մարդիկ լիկվիդացիային ենթարկվել, բայց չպետք է լիկվիդացիայի ենթարկվեին։ Այդ մասերը հələ հստակ չի, Binance-ը հստակ իր մեղքը չի ընդունում, չի փոխհատուցում մարդկանց ամբողջ կորցրածը, բայց չգիտես ինչի հայտարարում է, որ ֆոնդ է բացում $400 միլիոն ու փոխհատուցումներ անելու իր հաճախորդներին, ու հիմնականում փոքր հաճախորդների մասն է խոսքը, որ այստեղ $4-ից մինչև $6,000 փոխհատուցումներ անելու ամեն մի հաճախորդին։ Էլի ստացվում է, որ Binance-ը իր հստակ մեղքը չի ընդունում, բայց ոնց որ անուղղակիորեն մեղքը ընդունում է, որ որոշակի ունեցել է ու ինչ որ չափով փոխհատուցումներ անում։ Դա էլ արժի հաշվի առնել ու տրեյդ անելուց նաև դուք նման տիպ ռիսկերի եք բացահայտված։ Այնտեղ նորություններում գրում էին, թե ինչ որ հարյուրավոր մարդիկ ինքնասպան են եղել, որովհետև մեծ անկում է գրանցվել շուկայում, հարյուրավոր մարդկանց մասին խոսք չկա, ընդամենը մի հոգու տվյալ է շրջանառվել լուրերով, այս ուկրաինացի տրեյդերը Կոնստանտին Գալիչ անունով, ասում են ինքնասպան եղած գտել են իր Lamborghini-ի մեջ, ինչքան էլ իրոնիա, որ Lamborghini-ի մեջ մարդը ինքնասպան է ալնում, բայց դե այս Lamborghini-ի գինը հետ չէր հանելու, այն փողերը ինչ որ ինքը կորցրել էր, ինքն էլ հայտնի լինելով, նույն էլի լրատվականներում խոսում են այդ ինֆորմացիան եմ տալիս, որ ինքը տասնյակ, հարյուրավոր, հազարավոր մարդկանցից կապիտալ էր ներգրավել, իրանց փողերով տրեյդ էր անում ու այդ տրեյդինգը անում էր մարժայով, որը էլ ավելի մեծացնում է ռիսկը, կորցրել էր այդ փողերը, այնտեղ թիվեր շրջանառվում, որ մի $30 միլիոն մարդկանց ներդրած փող է կորցրել, ինչի տակից իհարկե ինքը չէր կարողանալու դուրս գալ ու այդպես որոշում է այս տխուր քայլի գնալ։ Վերադառնալով այդ Թրամփի հայտարարություններին ու դրա հետևանքով անկմանը, այստեղ նկատում ենք, որ շատ մեծ ինսայդերական տրեյդինգի հետ կա, բոլորը ասում են, որ այդտեղ մարդ կար Թրամփի սեղմ շրջանակից, ով որ սրա վրա շատ մեծ փող է աշխատել, ու մենք տեսնում ենք, որ $160 միլիոն շորտ պոզիցիա է բացված եղել ապակենտրոն Hyperliquid կրիպտո բորսայում, այսինքն Թրամփի հայտարարությունից րոպեներ, բառացիորեն րոպեներ առաջ ինչ որ մեկը շատ մեծ ստավկա է դնում, որ հեսա կուրսը ընկնելու է Bitcoin-ի ու դրա վրա $160 միլիոն է աշխատում։ Այն որ մեկը մեկին 100% ապացույց է կարելի ասել, որ դա insider trading է։ Դու քո ներքին ունեցած ինֆորմացիան օգտագործում ես շուկաներում, որ դու դրա վրա հարստանաս, ինչը որ անօրինական է։ Քաղաքական գործիչները չպետք է ինֆորմացիա նմանատիպ հաղորդեն այլ անձանց, կամ էլ իրանք չպետք է նմանատիպ բաների վրա տրեյդինգով զբաղվեն ու փող աշխատեն։ Այս մարդը պոզիցիան բացում է, այդ հայտարարությունը լինում է Թրամփի, մի քանի րոպե հետո փակում է, $160 միլիոն աշխատում է ու ինտերնետը չգիտի թե այս մարդը ով է։ Եթե ինչ որ կենտրոնացված բորսայում, օրինակ Binance-ում այս գործարքը անեին, այնտեղ մարդը անձնագրով բանով կամ ֆիրմայով նույնականացված է, կիմանային թե ով է այդ գործարք անողը։ Բայց քանի որ ապակենտրոն Hyperliquid բորսայում այս գործարքը արվել, բոլորի համար այդպես էլ առեղծված մնաց, թե այս գործարքը անողը ով էր ու արդյոք Թրամփի ընտանիքի հետ փոխկապակցված է։ Բայց Թրամփի ընտանիքը կրիպտոյի մեջ ներգրաված է, ինչպես գիտենք, համնախնդրական շրջանում հայտարարություններով, որ պետքա կրիպտոյի մայրաքաղաք դարձնենք Ամերիկան, համ իր քարոզարշավի ընթացքում ներդրումներ է շատ հավաքել կրիպտոյով ու կրիպտոյին առնչվող ընկերություններից։ Ու մի քանի օր առաջ Էրիկ Թրամփը, Թրամփի որդին, հայտարարում է, որ իրանց ընտանիքը $1 միլիարդ ավել շահույթ է ունեցել կրիպտոյի մեջ։ Հիմա կարելի է ենթադրել Թրամփի ընտանիքը, իր անդամները ներկայացված են նաև շատ կրիպտո ընկերությունների խորհուրդներում, ղեկավար կազմերում, իրանք կրիպտո նաև ընկերություններ են հիմնադրել, այսինքն տարբեր տեսակի ներգրավվածություն ունեն կրիպտո բիզնեսների մեջ, ընդհանուր երևի թե այդտեղից են այս շահույթները ունեցել, բայց մենք այդպես էլ չիմացանք, թե կոնկրետ այս գործարքը ինչպես ու արդյոք փոխկապակցված էր հենց Թրամփի ընտանիքի հետ։ Այս թեմայով նաև մեմեր սկսեցին շրջանառվել ինտերնետում, որ Թրամփը տեն սիգնալներ է վաճառում նավթի արժեթղթերի կրիպտոյի հետ կապված։ Իրականում այս ինֆորմացիան շատ արժեքավոր է, որ մարդը սենց գլոբալ մակարդակի հայտարարություն անում ու այսպեսի ազդեցություն ունենում շուկաների վրա, վտանգավոր մեծ ազդեցություն է դա, որը կարելի է նաև օգտագործել փող աշխատելու վրա կամ էլ քո հակառակորդներին վնաս տալու համար։ Սա կոչվում է ինսայդերական տրեյդինգ, որը օրենքով արգելված է, բայց սա կրիպտոյի հետ չի առաջացել, սա միշտ գոյություն է ունեցել։ Նույն բանը վերաբերում է արժեթղթերի շուկային։ Այնտեղ երբ որ ինչ-որ կազմակերպություն, ենթադրենք, օրինակ, խրախուսվելու է ԱՄՆ կոնգրեսի կողմից ինչ-որ պայմանագրերի տեսքով կամ
ինչ որ օրենքների տեսքով ու դրա արդյունքում օրինակ արժի թղթը դրա բարձրանալու է ու հանրությունը դրա մասին չգիտի։ Գիտեն մենակ կոնգրեսմենները, ովքեր որ այդ օրենքը շրջանառում են, ովքեր այդ օրենքի համար քվեարկելու են, իսկ մինչև չի քվեարկվել ու օրենքը չի անցել, այդ դրական լուրը հələ չկա նորությունների մեջ։ Իսկ քաղաքական գործիչները այդ ինֆորմացիան նախապես իմանալով կարողանում են դրա վրա փող աշխատել։ Ու էլի ամենատարածված բաներից մեկն է այս վերջի տարիների ինտերնետում, որ Նենսի Փելոսին, ով որ ինքը քաղաքական գործիչ է բարձրան Ամերիկայում, ինքը 85 տարեկան կին է, ժողովուրդ ջան, ու 2024 թվականին իր արժեթղթերի պորտֆելը 54%-ով ավելացել է։ Այստեղ էլի այս թեմայով են կատակներ հնչում, որ Նենսի Փելոսին ամենալավ թրեյդերներից է, համ արժեթղթերի շուկան է կարողանում իր եկամուտներով գերազանցել, համ էլ շատ պրոֆեսիոնալ թրեյդերների, բայց մենք հստակ գիտենք, որ դա ընդհանրապես ինսայդերական ինֆորմացիայի շնորհիվ է, դրա պատճառով է, ինքը ավել բան գիտի, որ հեսաշուտով լինելու է, ինքը կարողանում է իր ֆինանսների միջոցով կամ իր գործընկերների միջոցով այդ ստավկաները դնել, հետո երբ որ այդ իրադարձություն տեղի ունենում, ինքը դրա վրա շատ մեծ գումար է աշխատում։ Սրա լուծումը որն է, դե օրենքով արգելված է, իբր դրան լուծում տրված է, բայց մարդիկ հեսա փաստացի անում են ու դրա համար չեն պատժվում։ Լուծումը ապագայում տենց տասնամյակներ հետո հավանաբար մենք կտեսնենք ապակենտրոնացման շնորհիվ, որ մի քանի մարդկանց մոտ այսքան շատ մեծ ազդեցություն որոշում կայացնելու հնարավորություն կենտրոնացված չի լինի, որ իրանք կարողանան իրենց հայտարարությունով, թվիթով կամ ինֆորմացիայով այսքան մեծ sense ալեկոծումներ առաջացնել շուկայում, երբ որ ուժը այդքան փոքր քանակի մարդկանց մոտ կենտրոնացված չլինի, այդ ժամանակ էլ այս ինսայդերական թրեյդինգի վերջը մենք կտեսնենք։ Իսկ մինչև այդ մենք որպես անհատ ինչ կարող ենք անել, ընդհանրապես sense երկու կատեգորիաներ կան, չէ՞, բացի միջին վիճակագրական մարդկանցից, այս կրիպտոյի մեջ հատկապես դասում են մարդկանց իրեք լեզվով ասեն, որ բոլորին են կարելի լինի։ Կետերի շարքին, գիտի whales and մեծ կապույտ կենդանիները ծովում, որ կան, իրանց նաև անվանում են խոշոր թրեյդերներին, ովքեր որ հարյուրավոր միլիոնավոր դոլարների կամ միլիարդավոր դոլարների կապիտալ ունեն ու իրանց գործարքներով կարողանում են sense շուկան այսկոմ այնկոմ տանել, իրանց կոչում են կետեր, կան նաև խամյակներ կոչվածը, այս տերմինը վերջի 2-3 տարվա մեջ է շրջանառվել, այն hamster combat-ը, որ շատ տարածվեց մի պահ, սաղ իրար ռեֆերալ էին ուղարկում, խամյակ էին տշում Telegram-ում, այդ ժամանակ այդ մարդկանց մեծամասնությանը կամ այսպես ասած կրիպտոյի մեջ նորեկներին, հարիվներին անվանում էին խամյակ, որովհետև իրանք ոչ մի բան չեն հասկանում կրիպտոյից, չգիտեն, որ այս հիմարությունն է, այս խամյակի ծրագիր է, որ դրանով պետք չի զբաղվել ու այդ կրիպտոյի նորեկներին սկսում են ասել խամյակ։ Հիմա ինչ պետքա անենք մենք ու դու, որպեսզի այս խամյակների պես անհարմար իրավիճակում չհայտնվենք ու խամյակներին ասում են նաև այս մեծ տատանումների ընթացքում, որ թրաշում են այդ խամյակներին, այսինքն իրանց զրկում են իրանց ունեցվածքից, ինչ պետք է անենք, որ մեզ խամյակի պես չթրաշեն այս քաղաքական գործիչների հայտարարությունների հետևանքով առաջացված տատանումների մեջ մի քանի պարզ բան պետք է անենք։ Առաջինը, ուղղակի ժողովուրդ ջան, հեռու մնացեք altcoin-ներից։ Ամեն վիդեոյում սա կարելի է ասել, անդադ կարելի է դրա մասին հիշեցնել։ Altcoin-ներից երկարաժամկետ արդյունք պետք չի ակնկալել, իրանք հիմնականում տենց trade անելու, կուրսերի վրա, տատանումների վրա ինչ-որ բան աշխատելու, ու ավելի շատ կազինոյի նմանվող բան են, ու իրանք ֆունդամենտալ հատկանիշներ altcoin-ների մեծ մասը չունեն, ու երկարաժամկետ կտրվածքով իրանք գնալու են 0-ի։ Այստեղ էլ արժի ամենամեծ ինվեստորի Warren Buffett-ի խորհուրդը նորից վերհիշել, որ ինքը ասել է ժամանակին, եթե դու պատրաստ ես ինչ-որ բան առնել ու դա պահել 10 տարի, մի էլ անգամ մտածի դա 10 րոպեով առնելու մասին։ Ու սա շատ հիանալի ձևով նկարագրում է altcoin-ների շուկա։ Ժողովուրդ, դուք եթե ինչ-որ altcoin-ի մեջ փող եք դնում, դուք օրինակ պատրաստ կլինեիք այդ altcoin-ը առնել, 10 տարի պայմանական կոմայի մեջ են գնել, հետո զարթնել ու հանգիստ լինել, որ ձեր փողը կապիտալը պահպանված կլինի։ Պատասխանը համոզված եմ շատերիդ համար չէ, դուք չեք կարող հստակ ասել, որ 10 տարի հետո այս coin-ները գոյություն ունենալու։ Դրա համար ամենամեծ ներդրողը ձեզ խորհուրդ է տալիս, ասում է, անգամ 10 րոպեով այդ ակտիվին մի կպեք։ Նայեք մենակ երկարաժամկետ։ Ես շատ հանգիստ 20 տարի էլ կքնեի, իմանալով, որ Bitcoin-ը 20 տարի հետո գոյություն է ունենալու, ավելի թանկ արժանալու, իմ փողն էլ իմ կապիտալն էլ հանգիստ պահպանված լինելու։ Ինչը չի կարելի ասել altcoin-ների դեպքում։ Երկրորդ բանը, որ պետք է անել, trading-ով մի զբաղվեք։ Trading-ը շատ վտանգավոր է, trader-ների 95%-ը կորցնում է ու պրոֆեսիոնալ trader-ները մենակ մի քանի տոկոսը, 5%-ն են կարողանում այստեղ շահույթներ ունենալ։ Այս վերջի իրադարձություններից հետո էլ այս Reddit-ի post-ներ տարածվում, այստեղ մարդը ասում է, որ 6 տարի շարունակ ինքը Bitcoin էր առնում, շատացնում էր իր Bitcoin-ի պորտֆելը, հասկանում եք 6 տարի, այսինքն ինքը բավականին հնաբնակ է, ինքը շատ ցածր լավ կուրսերով դեռևս առել է, 6 տարի հավաքել է ու ինքը իր ամբողջ ունեցվածքը կորցրել է այս անկման շրջանում, որովհետև ինքը trade արել, որտեվ ինքը մարժայով ստավկ է դրել, ինքը մտածել է, որ սաղից խելոքն է, հեսա իր պայմանական, չգիտեմ, 3 հատ Bitcoin-ը հեսա 5 հատ կդարձնի, նրա շնորհիվ, որ ինքը կարողանում է կանխատեսել շուկան ու trading-ով զբաղվում, արդյունքում շուկան իրան
պատժում է, ինքը կորցնում է իր ամբողջ գումարը, ու այս 6 տարի շարունակ իր կուտակածը նույնպես։ Ինքը լինելով այդքան լավ դիրքում, ինքը կորցնում է իր ամբողջ ունեցվածքը, որովհետև որոշում է թրեյդ անել, որովհետև որոշում է, որ ինքը սաղից խելոք է։ Թրեյդինգը դա պրոֆեսիոնալ գործ է։ Եթե ուզում եք թրեյդինգով զբաղվել, պետք է ձեր բանուգործը թողեք, պետք է ամիսներով, տարիներով խորանաք, կարդաք, ուսումնասիրեք, լիքը փող կորցնեք, լիքը գիտելիք սովորեք, ձեռք բերեք, որ հետո նոր կարողանաք եկամտաբեր դառնալ այս շուկայում։ Եթե դուք պրոֆեսիոնալ ձևով սրան չեք վերաբերվելու, եթե դուք ձեռի հետ հիմնական գործից զատ ինչ որ բզբզալու եք, ավելի լավ է ձեռք մի տվեք թրեյդինգին, թե չէ շատ մեծ վնասներ կարող կունենաք։ Երրորդ բանն էլ որ պետք է անել, դա ուղղակի բիթքոին առնելն է ու հանգիստ նստելը ձեր տեղը։ Ոչ մի բան պետք չի անել, պրոստը բիթքոին առեք ու պահեք։ Մի քանի տարի կտրվածքով հորիզոնով պահեք, պլյուսով դուրս կգաք։ Այս շուկայի տատանումներն էլ մի նայեք, բանի տեղ մի դրեք, եթե հանկարծ ձեր մոտ էլի սենց կասկած վախերը առաջացնում այս կրիպտո շուկայի տատանումները, այդ ժամանակ ուղղակի բացում եք բիթքոինի տարեկան գրաֆիկը, տեսնում եք թե ինքը ոնց է իրան դրսևորել տարի առ տարի, տեսնում եք որ մենք 16 տարի շարունակ բարձրանում ենք, այն մնացածն էլ ուղղակի sense աղմուկ է, որը որ պետքա բանիտեղ չդնել։ Էլի այդ ինֆորմացիան էլ որ ունենաք, որ բոլոր ժամանակներում 30, 40, 50% անկումներ լինում են, հետո էլ ավելի շատ է կրիպտոն բարձրանում, եղել է 80% անկումներ ենք տեսել, բայց բիթքոինը մեկը բարձրացել է դրանից հետո։ Այս աղմուկը բանիտեղ մի դրեք, կենտրոնացեք ձեր գործերի վրա, սա էլ ուղղակի օգտագործեք որպես ձեր խնայողական հաշիվ, որը որ ավել փող ունեք, երկարաժամկետ միտեղ դնում եք, բանկում մի դրեք, ավանդ մի դրեք, բիթքոին առեք, երկարաժամկետ պահեք, պլյուսով դուրս կգա դրա արդյունքում։ Այս շուկայի ու այս տատանումների հետ կապված այսքանը, թե ինչ ակնկալել շուկայում առաջկա ամիսներին, առաջկա շաբաթներին, գնի բարձրացում թե իջեցում ու ինչ մակրոտնտեսական իրավիճակում է գտնվում ընդհանուր գլոբալ էկոնոմիկան, սրան անդրադառնալու ենք հաջորդ վիդեոյում, այնպես որ բաժանորդագրվեք, հավանեք տեսանյութը դրանով աջակցում եք ալիքին, լավ մնացեք, ստեսություն։